Էր ունեցել խոզարկություն բոլորին հայտնի քրեական բարույթի շրջանակներում, դրա արդյունքում, այսպես ասած, մեր գործողությունները լինելու են բողոքարկումը եւ հետեւողականորեն նշվածը կիրացվի։ Միաժամանակ կարող եմ ասել, որ բովանդակության մեջ նշվածը քաղաքական գործունեության միջամտություն է։ Այսինքն այստեղ ես չեմ պատկերացնում որևէ համաչափություն, անհրաժեշտություն կամ ողջամտություն նման ինտենսիվ բարութային գործողության, այն գաղտնի գործողություն է իր թե ձևով, թե բովանդակությամբ, հետեւաբար այլ տվյալներ չեմ կարողանա հայտնել, պարզապես կարող եմ ասել, փաստաբանական թիմը միանշանակ բողոքարկելու է նշված որոշումը, հետագայում արդեն կտեղեկացվեք արդյունքների մասին։ Եվ այս ամենը քաղաքական հերթական բռնաճնշումն է թիմի նկատմամբ։ Ես կարող եմ հետեւյալ կերպ ձևակերպել, որ նշվածը քաղաքական գործունեությանը միջամտություն է։ Ի վերջո պետք է հաշվի առնել, վստահ եմ իրենք էլ տեղեկացված են, այսինքն իրավապահ մարմինների ներկայացուցիչները, Նարեկ Կարապետյանը ունի ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ։ Այլևս ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների նախապատրաստական ամենակարևոր փուլն է։ Այդ տեսանկյունից էլ նման գործողության իրականացումը պատկերացնում եք ինչ բարձր աստիճանի հիմնավորվածության, պատճառաբանվածության շեմի պետք է համապատասխանի, որոնցից որևէ մեկն էլ չկար։ Դրա համար եմ ընդգծում, որ փաստաբանական թիմը բողոքարկելու է, հետագայում արդեն արդյունքների մասին կտեղեկացվեք։